Տիկին Անդրեասյան, նաև կարևոր է արձանագրել հիմա մեր հաջորդ քայլը ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման ճանապարհին որն է։ Մենք սկզբունքորեն որոշում կայացրեցինք, որ եթե պետք է կոնկրետ կետ նշենք, թե ինչից ենք սկսում ենք ուսանողական կացարաններից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր դա շատ հրատապ խնդիր է եւ ուսանողները կեցության խնդիր ունեն, եւ նաեւ այս ուղղությամբ ինչ ենք ձեռնարկում եւ նաեւ մանկավարժական կլաստերներ առաջին փուլով պետք է մենք ակադեմիական քաղաքում ստեղծենք։ Հիմա ուր ենք հասել այս ճանապարհին։ Պարոն վարչապետ, տեխնոլոգիական կլաստերները առաջին փուլում կացարանների հետ միասին մանկավարժական կլաստերը գրեթե անմիջապես դրանից հետո կմեկնարկենք, այսինքն նույնպես առաջին փուլի օրակարգի տրամաբանությամբ է։ Մենք մոտավորապես 2 նիստ առաջ հաստատեցինք ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգը, որը ամբողջությամբ հիմնվում է արդեն մինչև այս կատարված աշխատանքների վրա եւ շատ հստակ նկարագրում է նաեւ ծրագրի իրականացման փուլերը։ Ինչպես դուք նշեցիք, դրանք առաջին կառուցման փուլում ներառում են ուսանողական կացարաններ, առնվազն 3600 ուսանողների համար, ներառում են բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի կառուցումը, որը նաև կօգնի, որպեսզի տարածքը դառնա շատ հետաքրքիր եւ գրավիչ նաև մեր քաղաքացիների համար եւ բազմազան միջոցառումների անցկացման վայր դառնա, եւ տեխնոլոգիական կլաստերի կառուցումը։ Մենք նախատեսում ենք, որ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030-ը մեր գործընկերների հետ քննարկման տրամաբանությամբ։ Բացի դրանից այս փուլի ընթացքում մենք իրականացնելու ենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները։ Պետք է ասեմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ ակտիվ աշխատել ենք, արդեն պատրաստ է աշխատանքային նախագիծը բարձրավոր էլեկտրասյուների տեղափոխման մասով։ Իսկ կոնկրետ շենքերի եւ տարածքի բուն նախագծումը սկսել ենք արդեն։ Մենք առաջիկայում պլանավորում ենք մրցույթի դնել այս բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի նախագծման աշխատանքները եւ բացի դրանից զուգահեռաբար աշխատում ենք ուսանողական կացարանների ուղղությամբ, այսինքն կոնկրետ այս փուլում շինությունների հետ կապված այս երկու ուղղությամբ աշխատանքները գնում են։ Մենք նաեւ պատրաստել ենք եւ առաջիկայում նաեւ կարծում եմ կառավարության հաջորդ նիստում կլինի ակադեմիական քաղաքի շրջանակներում գնման որոշ առանձնահատկություններ հաստատելու որոշումը, որից հետո կկարողանանք մրցույթներ հայտարարել նաև ռոռոկման համակարգի հետ կապված եւ հեծի համապատասխան գծերի տեղափոխման, որտեղ բացի բարձրավոլտից կա նաև հեծի ուրեմն տիրույթում գտնվող որոշ ենթակառուցվածքներ, որոնք նույնպես պիտի տեղափոխվեն։ Պետք է հիշեցնեմ նաև, որ նախորդ տարվանից սկսել ենք տարածքի մաքրման աշխատանքները, այսինքն գետնի վրա աշխատանքի արվում։ Այո, 85 հեկտար երկրորդ փուլով կմաքրենք, նախորդ փուլում նույնպես մոտավորապես նման տարածք ենք մաքրել եւ մոտավորապես 17000 խորանարդ մետր աղբի ուրեմն հեռացում պիտի ունենանք տարածքից, այսինքն շատ ակտիվ գնում են աշխատանքները, գլխավոր հատակագիծը գտնվում է ուրեմն համալիր փորձաքննության փուլում եւ առաջիկայում նաեւ դրա հաստատման կհասնենք փորձաքննության ավարտից հետո, այստեղ էլ շատ ակտիվ աշխատում են քաղաքաշինության կոմիտեի հետ եւ կարելի է ասել, որ այս պահի դրությամբ ծրագիրը իր իրականացման ընթացքով գնում է շատ Տիկին Անդրեասյան, ներողություն եմ խնդրում, իսկ մենք ճանապարհային քարտեզ ժամանակացույց ունենք հաստատած, թե որ շատ կարևոր է, որ ժամանակ առ ժամանակ վերադառնանք, տեսնենք մեր ճանապարհային քարտեզով ուր ենք հասել, ինչքանով ենք հետենք, առաջ ենք, ճիշտ ժամանակին ենք, որպեսզի հետևական այս ծրագիրը իրականացնենք։ Այո, պարոն վարչապետ, հայեցակարգն էլ իր մեջ պարունակում է ժամանակացույցը, մենք ժամանակացույցի մեջ ենք, այս պահի դրությամբ այն ընթացքը, որ ունենք, մեզ ցույց է տալիս, որ այդ ժամանակացույցը պահպանվելու է եւ իրատեսական է եւ պիտի հիշեցնեմ, որ զուգահեռաբար իրականացնում ենք նաեւ ծրագրի ֆինանսական կողմի գնահատումը, այստեղ էլ պայմանագիր ունեինք Ernst & Young կազմակերպության հետ, որը ամփոփում է աշխատանքը,
Արդեն ունենք նախնական ամբողջական գնահատականը ֆինանսական արժեքի մասով, առաջին փուլի կտրվածքով եւ աշխատում ենք նաեւ ներդրումների աջակցման կենտրոնի հետ ներդրումային համաժողովի ուղղությամբ, որովհետեւ նաեւ գործընկերների ներգրավման փուլին ենք հասել եւ առաջիկայում այստեղ էլ պիտի ակտիվացնենք մեր աշխատանքները։